Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները նոր թափ են ստանում, ձեռք բերելով ավելի խորը զգացմունքային ու դրամատիկ երանգներ։ Պատմությունը, որն արդեն ամիսներ շարունակ սոսնձել է հեռուստադիտողներին էկրանի առջև, հիմա հասնում է իր ամենաանկանխատեսելի փուլին։ Թվում է վերջապես ամեն ինչ սկսում է բացահայտվել, բայց իրականում ամեն բան դեռ նոր է սկսվում։ Շատ երկար ժամանակ Սոսը փորձում էր գտնել այն բուժքրոջն, ով ներկա էր Աննայի ծննդաբերությանը։ Նրա ձեռքում էին այն բոլոր գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թաղված էին լռության մեջ, բայց երբ պարզվեց, որ բուժքույրն արդեն մահացել է, միևնույն է, Սոսը չհանձնվեց։ Նա շարունակեց փնտրել նրա ընտանիքին, հույս ունենալով, որ գոնե ինչ-որ մեկը գիտի ճշմարտությունը։ Եվ ահա վերջապես նա գտնում է բուժքրոջ որդուն, մի երիտասարդի, որն ի սկզբանե խուսափում էր խոսել, սակայն Սոսը նրան բացատրում է, որ սա պարզապես հին պատմություն չէ։ Երկար ժամանակ երիտասարդը լռում է, բայց Միքայելի լուսանկարը տեսնելուց նրա դեմքի արտահայտությունը փոխվում է և նա պատմում է, որ մայրը իր բուժման համար այդ տղամարդուց գումար է վերցրել և բնականաբար նա տեղյակ է, որ Սոսի և Աննայի համատեղ երեխան ողջ է։ Սոսի աչքերում վախի և զայրույթի արտահայտություն է հայտնվում։ Այս խոսքերը Սոսի համար դառնալու են շրջադարձային պահ։ Նա հասկանում է բոլոր այն կասկածները, որոնք տարիներ շարունակ տանջում էին իրեն ու Աննային, իզուր չէին։ Սոսը զանգահարում է Միքայելին, բայց ամեն ինչ այնպես է դասավորվում, որ խոսակցությունը լսում է հենց Աննան։ Աննայի համար արդեն պարզ է, որ այս ամենի մեջ հենց Միքայելի մատն է խառը, որովհետև Սոսը Միքայելին ասում է, որ գտել է բուժքրոջ որդուն, ով պատմել է ճշմարտությունը, որ Միքայելը տարիներ առաջ մուտք ու ելք է ունեցել այդ տուն և գումար է տվել։ Աննայի աչքերի առջև անցնում են տարիների ցավը, տառապանքը, այն դատարկությունը, որն իր սրտում կար, իսկ հիմա նա գիտի, որ իր երեխան ողջ է և ամենասարսափելին այն է, որ իր կողքին ապրող մարդը, իր ամուսինն ամբողջ այդ ընթացքում գիտեր ճշմարտությունը։ Միքայելի և Աննայի հարաբերություններում բնականաբար անդառնալի ճեղք է առաջանում։ Աննան լռում է, բայց նրա հայացքը դառնում է սառն ու անսահման ցավոտ։ Նա սկսում է որոնել իր աղջկան։ Միևնույն ժամանակ Հենրին, որը նույնպես գիտի ճշմարտությունը, ծանր վիճակում է։ Նա հասկանում է, որ Աննան արդեն իսկ կասկածում է, իսկ դա նշանակում է շուտով ամեն ինչ բացահայտվելու է։ Իր ներսում նա զգում է մեղավորություն թե Աննայի, թե Անգելինայի առաջ, բայց չի համարձակվում բացել ճշմարտությունը, վախենալով, որ կկործանի բոլորին։ Սակայն ճակատագիրը կրկին խաղ է խաղում հենց այն պահին, երբ Հենրին պապիկի հետ խոսում է, անկեղծորեն խոստովանելով, որ ինքը գիտի Անգելինայի իրական ծագման մասին, այդ ամենը լսում է Բետին։ Բետին արտաքինից մեղմ, բայց խորքում հաշվարկող ու նենգ կին է, հասկանում է, որ իր ձեռքում հայտնվել է ամենաուժեղ զենքը։ Նա գիտի Հենրիին խելահեղորեն սիրում է Անգելինային, բայց եթե Անգելինան իմանա, որ Հենրին գիտեր իր գաղտնիքն ու տարիներ շարունակ լռել է, չի ների նրան երբեք։ Այդ պահից Բետին սկսում է իր խաղը։ Նա ձևացնում է, թե հետաքրքրվում է Հենրիի հոգեվիճակով, փորձում է մոտենալ նրան, հասկանալ որքան խորն է նրա խիղճը տանջում։ Իսկ ներսում նա արդեն ծրագրում է, թե ինչպես է օգտագործելու այդ գաղտնիքը ոչ միայն Հենրիին Անգելինայից բաժանելու, այլև նրան ամբողջությամբ կործանելու համար։ Բետին սկսելու է իր փոքրիկ մանիպուլյացիաները։ Նա հավանաբար Անգելինային ասելու է, որ Հենրին իմացել է այս ողջ ընթացքում իր կենսաբանական ծնողների մասին ու լռել է։ Անգելինան էլ իրեն զգալու է խաբված ու որոշելու է երբեք չներելու Հենրիին։ Հեռուստադիտողներն արդեն կասկածներ ունեն, թե ինչ զարգացումներ է լինելու հեռուստասերիալում։ Նրանց մի մասը սպասում է, որ Բետին կասի ճշմարտությունը, իսկ մյուս մասը մտածում են, որ Հենրին կհասցնի ժամանակին և ինքնուրույն կպատմի Անգելինային, որ ամեն բան սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն խառն էր ու նա վախ է ունեցել, որ իր ընտանիքում, ինչպես ասում էր Հենրին, քարը քարի վրա չի մնա։ Սերիալում սկսվում է նոր փուլ, գաղտնիքները մեկ առ մեկ դուրս են գալիս ջրի երես, իսկ յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենամեծ որոշման առաջ։ Միքայելը կորցնելու է ընտանիքը, Աննան պատրաստ է անցնել ամեն ինչի միջով, միայն թե գտնի իր դստերը։ Հենրին կանգնած է ճշմարտություն ասելու կամ սիրո կորուստն ընդունելու առաջ, իսկ Բետին պատրաստ է օգտագործել բոլորին իր ցանկության
մանկությունների համար։ Դիանա Գրիգորյանի ստեղծած դրաման նոր մակարդակի է հասնում, ամեն խոսք, ամեն հայացք, ամեն դրվագ կշռադատված է, և հիմա արդեն պարզ է՝ վերջին զանգը միայն սիրո ու դավաճանության պատմություն չէ, դա մարդկային խղճի, մեղքի ու փրկության պատմությունն է։ Հեռուստադիտողները շունչները պահած սպասում են, թե երբ է Աննան կանգնելու իր դստեր Անգելինայի առաջ, և արդյոք նա կկարողանա ներել Միքայելին տարիների խաբեության համար։ Սերիալը հասել է իր ամենաթեժ պահին, իսկ ամենահուզիչ բացահայտումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և, իհարկե, գրեք ձեր կարծիքները։ Արդյոք Անգելինային իսկապես պետին է ասելու այդ ճշմարտությունը, և Անգելինան ավելի շուտ է իմանալու, որ Աննայի դուստրն է, քան Աննան, որ Անգելինան իր դուստրն է։ Գրեք, կիսվեք ձեր կարծիքներով։